Նավի հետ, պարոն Շարմազանով, քանի որ դատական նիստ է շուտով տեղի ունենալու, երրորդ նախագահի գործով բոլորի նույն հարցն եմ հնչեցնում ընդդիմադիրների նկատմամբ, այս դատական գործերի շղթան ըստ ձեզ ինչքան է շարունակվելու։ Շարունակվելու է այնքան ժամանակ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է։ Նիկոլ Փաշինյանը ջղաձգումների մեջ է, այդ ջղաձգումները խոսում են իր մտահոգությունների մասին։ Ինքը տեսնում է, որ ընդդիմությունը չի ընկրկում, իսկ ամենակարևորը հանրությունը գնալով աչքերը բացում է, եւ հանրությունը 21 թվականին խաբվեց, Նիկոլ Փաշինյանը խաբեց 21 թվականին, խոստանալով Արցախի անջատում հանուն փրկության, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, ցեղասպանության միջազգային ճանաչում, բայց մենք տեսանք, որ նա ինչ խոսք տվեց, լրիվ հակառակը արեց։ Նա 21-ին չէր գնացել ընտրության, որպեսզի Արցախը հանձնի, բայց նա լրիվ հակառակ ծրագրով գնաց ընտրության, հանրությանը խաբեց, բայց 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Ադրբեջանի մաս Արցախը, նրա անգործության արդյունքում Արցախը բռնի հայաթափվեց, այսօր որևէ հայտ չկա, այսօր խոսում է խաղաղությունից։ Դա որևէ իրավունք չունի խոսելու խաղաղությունից, քանի որ հենց պատերազմի ժամանակ առաջ 4-օրյա պատերազմի ընթացքում նա հնարավորություն է ունեցել պատերազմը կանգնեցնելու, բայց չի կանգնեցրել։ Նա բերել է զոհեր, նա բերել է Արցախի հայաթափում եւ Նիկոլ Փաշինյան եւ խաղաղություն իրար հետ այնքան կապ ունեն, ինչքան Իլհամ Ալիևի ժողովրդավարությունը։ Հետեւաբար, եթե ուզում ենք խաղաղություն լինի, պետք է ակտիվ գնալ ընտրատեղամասեր եւ չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին եւ քվեարկել անցողիկ ընդդիմության օգտին։ Պարոն Շարմազանով, դուք խոսեցիք Արցախի մասին, այնպես է ստացվել, որ նախընտրական արշավում Արցախը մոռացվել է եւ փաստացի քաղաքական ուժերից, թե դուք չեք մասնակցում ընտրություններին, դուք աջակցում եք ընդդիմությանը։ Միայն դուք եք ուղիղ խոսում։ Ինչու են այսպես դիստանցավորվում այս թեմայից, նաեւ ընդդիմադիր տարբեր շրջանակներ։ Չեմ կարող ընդդիմադիր այլ շրջանակների փոխարեն խոսել, մենք գտնում ենք, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը ուղիղ արցախյան շարժման արդյունք է, ծնունդ արցախյան շարժման եւ անկախության հռչակագիրն էլ էլի իր մեջ ներառում է Արցախի գաղափարը, հետեւաբար մեր խնդիրն է հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության 90 թվականի օգոստոսի 23-ի ընդունված անկախության հռչակագրի իդեալներին։ Իսկ կա կոնսենսուս մինուս մեկը դա Փաշինյանն է, որը դեմ է դուրս եկել անկախության հռչակագրին, հետեւաբար պետք է մի կողմ դնել ներընդդիմադիր տարաձայնությունները, համախմբվել եւ գոնե մեկ անգամ ապացուցել, որ մենք ոչ թե 30 արցախի, այլ ոգու ժողովուրդ ենք։ Ցեղասպանության տարելիցն է մոտենում եւ ասում են, որ այս իշխանությունները այլևս մեզ համար առաջնահերթություն չէ ցեղասպանության օրակարգը, խոսում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, այս շրջանակում Հայաստան-Ադրբեջան հնարավոր փոխհարաբերությունների մասին։ Չառերեսվելով պատմությանը հնարավոր է նոր հարաբերությունների հիմք դնել։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես եղել են ու կան Թուրքիայի հետ առանձնախապայմանների հարաբերությունների կողմնակից եւ Հայաստանի բոլոր երեք իշխանությունները մինչեւ Փաշինյանը առանձնախապայմանների հարաբերությունների ձևավորման կողմնակից են։ Նիկոլ Փաշինյանն է միակ Հայաստանի ղեկավարը, որը խաղաղությունը եւ հարաբերությունները պատկերացնում է թուրքական եւ ադրբեջանական նախապայմաններով։ Դրա վառապացույցը Էրդողանի գրքի կրծքին սեղմելն էր եւ մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանի կառավարիչները իրականացնում են ոչ թե պրոհայկական, պրոհայաստանյան, այլ պրոթուրքական եւ պրոադրբեջանական քաղաքականություն։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա այստեղ էլ կա մի հատ լուրջ խնդիր, նույն Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի նախագահ օրերս հայտարարեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերություններին։ Բայց դուք Ադրբեջանի հետ խաղաղության եք գնում, խաղաղությունը կա, ամեն ինչ նորմալ է, Ադրբեջանը ինչի է խոչընդոտում։ Հետևաբար բլեֆ են ինչ որ ասում են, եւ հետևաբար ամեն ինչ պարզ է։ Պետք է չքվեարկել Փաշինյանի օգտին, որպեսզի չլինի ոչ պատերազմ, ոչ էլ կապիտուլյացիա։ Շնորհակալություն։ Հարգելի հետևողներ,